Քարահունջի մասին հետաքրքիր փաստեր։ Քարահունջի ժողովրդական անվանումներն են ցից քարեր, տիկ-տիկ քարեր և զորաց քարեր, ինչը նշանակում է օրերի քարեր։ Մեկ այլ մեկնաբանությամբ զորաց քարեր նշանակում է զորավոր քարեր, ընդգծելով մեգալիթների էներգետիկ ուժն ու հզորությունը։ 1990-ականներին հուշարձան անվանվել է «Քարահունջ» ռադիոֆիզիկոս ակադեմիկոս Պարիս Հերունու կողմից։ Հերունին ընդգծում է, որ պատմիչ Ստեփանոս Օրբելյանը 13-րդ դարում հիշատակել է Սիսիանի մոտ գտնվող Քարահունջ անունով գյուղ։ Հերունին քարը համարում է հնչող կամ խոսող քար, համեմատելով այն Ստոունհենջի անվան հետ, որը նույնպես նշանակում է խոսող քարեր։ Այսպիսի միատեսակ կառույցներ կան նաև Շոտլանդիայում, Ֆրանսիայում, Եգիպտոսում, Իռլանդիայում և այլուր, որոնք կապված են եղել լուսատուների դիտմամբ։ 20-րդ դարի սկզբին ֆրանսիացի աստղագետ Կամիլ Ֆլամարիոնը, ամերիկացի Ուիլյամ Օլկոտը և անգլիացի Էդուարդ Մաունդերը ենթադրում էին, որ աշխարհի առաջին աստղագիտական դիտարկումները և համաստեղությունների բաժանումը կատարվել են հայկական լեռնաշխարհում։ Դա նշանակում է, որ ողջ պատմական Հայաստանի տարածքում կային հնագույն աստղադիտարաններ, որոնք հիմք հանդիսացան աստղագիտական գիտելիքների զարգացման ու տարածման համար։ Քարահունջը, Պորտասարը, Մեծամորի գիտական կենտրոնը, Սելիմի և Սև Սարի աստղագիտական կենտրոնները, աստղային ու երկնային մարմինների պատկերները, գոտի օրացույցները, արեգակնային համակարգի բրոնզե մոդելները, ինչպես նաև հայկական միջնադարյան աստղագիտական գիտելիքները հաստատում են այս տեսակետները։ Սյունիքի տարածաշրջանում ձևավորված խոշոր լճային ավազանը ստեղծված հրաբխային պայթյունների արդյունքում ապահովել է սեյսմակայուն հողածածկ և հիմք հանդիսացել կարևոր ճարտարապետական կառույցների, այդ թվում Քարահունջի կայունության համար։ Քարահունջը ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում դիտվում է որպես հնագույն աստղադիտարան, որի անվան, կառուցվածքի և գործառույթի շուրջ կան միջազգային համեմատություններ, գիտական վկայություններ և պատմական վերլուծություններ, մատնանշելով հայկական լեռնաշխարհը որպես աստղագիտության հնամենի կենտրոն։